Հարգելի հայրենակիցներ, բարի երեկո։ Այսօր օրվա ընթացքում նամակներ էի ստացել ձեզանից, թե Աշոտյան ջան, ուրա քարոզարշավի երկրորդ շաբաթվա ամփոփումը, որովհետև նախորդ անգամ ամփոփել էի ձեզ հետ միասին քարոզարշավի առաջին շաբաթը եւ կար հետաքրքրություն, ինչի համար շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ նաեւ ձեր հորդորների եւ հիշեցումների համար, որ այս ձևաչափով փորձենք միասին ամփոփել ամեն քարոզչական շաբաթ։ Եվ այսպես կփորձեմ մի քանի հատկանշական դրվագների եւ երևույթների մասին խոսել քարոզարշավի անցյալ շաբաթվա ընթացքում արձանագրված։ Առաջին այն է, որ քարոզարշավի ընթացքում ակնհայտ է, որ ծավալվում է սոցհարցումների պատերազմ։ Այդ սոցհարցումների պատերազմը նոր բան է Հայաստանի քաղաքական կյանքում, այս ինտենսիվության։ Այո, որոշ սոցհարցումներ վերածվել են, այսպես ասած, պատվերով համերգի եւ ցավում է, որ դրա շարքին են դասվում նաեւ հեղինակավոր ամերիկյան IRI կազմակերպության կողմից վերջերս հրապարակված թվերը։ Չէ, ես հեռու եմ այն մտքից, որ ընդդիմության մոտ ամեն ինչ լավ է եւ գործերը փայլուն են եւ Նիկոլը արդեն պարտվել է, ոչ, դրա համար կա մեծ ֆրոնտ աշխատելու եւ դեռ ժամանակ։ Բայց ակնհայտ էր, որ IRI-ի սոցհարցումը հրապարակված լուծում էր քարոզչական մանիպուլյացիոն եւ ոչ թե սոցիոլոգիական խնդիր։ Եվ այո, սոցհարցումների պատերազմի ամենավերջին ցայտուն, այսպես ասած, ափաշկյարա դրսևորումներ։ Մի հետևություն էլ IRI-ի սոցհարցումներից, բացի նրանից, որ դա պատերազմական գործողություն է եւ հիբրիդային պատերազմի Հայաստանի դեմ ծավալվող, հայ ժողովրդի դեմ ծավալվող իրական հիբրիդային պատերազմի դրսևորում։ Ակնհայտ է, որ արևմտյան մի շարք կազմակերպություններ, ավելի հստակ շրջանակներ, լծվել են այո Նիկոլ Փաշինյանին աջակցելու բուրըն գործին, լծվել են ինքնամոռաց, լծվել են ոտնահարելով թե բարոյական, թե մասնագիտական բազմաթիվ սահմաններ եւ IRI-ի այդ սոցհարցումը դրա դրսևորումներից մեկն է։ Այո, Հայաստանի դեմ վարվում է հիբրիդային պատերազմ, այդ հիբրիդային պատերազմը վարում են Նիկոլի արտաքին սպոնսորները, այդ թվում վերջին շաբաթվա ընթացքում ակնհայտ արևմտյան աֆիլիացիա ունեցող ռուսական օրինակ հանդիմադիր այսպես կոչված բլոգերներ, լրատվամիջոցներ, որոշ ուկրաինական շրջանակներ, այսինքն են ամբողջ շարասյունը, որ արևմուտքը օգտագործում էր տարբեր երկրներում, օգտագործում է այսօր Հայաստանի եւ հայ ժողովրդի դեմ եւ հանուն Նիկոլ Փաշինյանի։ Եվ IRI-ը եւ ռուսական ընդդիմադիր գործիչների եւ մամուլի եւ բլոգերների եւ ինֆլուենսերների կողմից տարածվող պրոնիկոլական նյութերը դրա վառ ապացույցն են։ Երկրորդ դրվագը, որի մասին կցանկանամ խոսել, այն է, որ ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը խայտառակ վարչական ռեսուրսից բացի նաև դիմել է բացահայտ քաղաքական ճնշումների։ Քիչ էր, որ ընտրաշավից առաջ մի շարք հասարակական, քաղաքական, առաջարտարության հավակնություններ ունեցող գործիչներ, մարդիկ այս կամ այն ազատության սահմանափակման տակ են, օրինակ նույն Սամվել Կարապետյանը տնային կալանքով, օրինակ Բագրատ Սրբազանով հաստատ opinion maker-ը եւ կարող էր հանրային կարծիքի վրա ազդել, թե պետք չէր առաջադրվել որևէ ցուցակով։ Օրինակ Միքայել Սրբազանը, որի ազատությունները նույնպես սահմանափակված են, օրինակ Արշակ Սրբազանը, օրինակ Վահագն Չախալյանը, օրինակ Արթուր Սարգսյանը, Իգոր Մուրադյանը, Դաշնակցական Իգորը կներեք ազգանունը մտքիցս տարավ, եւ բազմաթիվ այլ մարդիկ, որոնք կարող էին ազդել հանրային կարծիքի վրա, ոչ միայն քաղաքական գործիչներ, արդեն ասացի հոգեվորական գործիչներ, լրատվական գործիչներ, օրինակ Վազգեն Սաղաթելյանը եւ Նարեկ Սամսոնյանը, եւ կներեք են մարդիկ ում անունները հիմա չեմ տալիս, բայց այդ շարքը կար միջև ընտրություններ, մի քանի տասնյակ մարդ, ոչ միայն քաղբանտարկյալներ էին, այլ նաեւ քաղաքական հետապնդումների արդյունքում զրկված են հանրային կարծիք հայտնելու իրավունքից։ Այս ամենին գումարվել են նոր բացահայտ խայտառակ քաղաքական հետապնդումներ, որոնց թիրախում այո այս շաբաթվա ընթացքում եղել են ընդդիմադիր հիմնական քաղաքական ուժերը։ Ես չեմ մտնում այս կամ այն մեղադրանքի բովանդակության մեջ, ինքս շատ լավ ծանոթ լինելով իմ գործի հետ կապված սրանց գործելավոճին, շատ լավ հասկանում եմ, թե ինչքան մեծ է տոկոս այն հանգամանքի, որ այդ ամեն ինչը փուչիկ է, սուտ է, մանիպուլատիվ է, սարքած է եւ հաստատ այս փուլում նման տեսակի դրսևորումները իրավապահ համակարգի կողմից բացառիկ նշանակություն ունեն
քաղաքական նշանակություն Նիկոլ Փաշինյանի համար։ Եվ այո, Նիկոլը խայտառակ վարչական ռեսուրսին զուգահեռ ել ավելի է սաստկացրել քաղաքական բռնաճնշումների գործիքը ընտրություններին ընդառաջ։ Խոսքը գնում է, ինչպես արդեն ասացի, մի շարք առաջատար քաղաքական ընդդիմադիր ուժերի տեսանելի գործիչների նկատմամբ հարուցած քրեական նոր հետապնդումների, խուզարկությունների եւ մնացածի մասին։ Երրորդ հանգամանքը, որ կցանկանամ շեշտել, ես կարծում եմ, որ ընդդիմության ներսում այս վերջին 10-12 օրերին հաստատված հրադադարը, երբ որ ընդդիմադիր ճամբարների ներսում չկար փոխհրաձգություն, եւ դա շատ լավ էր, որովհետեւ թույլ էր տալիս եւ կենտրոնանալ բոլոր ուժերին, բացառապես Նիկոլի դեմ պայքարի վրա, եւ ռեսուրսներ չծախսել իրար դեմ մեղադրելու եւ չծառայել նիկոլական պրոպագանդայի համար որպես թնդանոթային միս, անզգուշ հայտարարություններով հայտնվելով CVKM-ների եւ մնացած աղբանոցների առաջին էջերում։ Այս շաբաթ մի փոքր անհանգստություն տեսա, իմ կողմից կա անհանգստություն առ այն, որ պետքա փայփայել այդ հրադադարը, այդ խաղաղությունը, ներընդդիմադիր համերաշխությունը, դրսևորումներ տեսա, որոնք ինձ մի փոքր մտահոգում են։ Հուսով եմ գալիք շաբաթվա ընթացքում ընդդիմության հիմնական առաջատար ուժերը զերծ կմնան, վստահ եմ, տենց ոչ դիտավորյալ ընթացիկ գայթակությունից կամ անզսպվածությունից խայթելու, բացի Նիկոլ Փաշինյանին հարվածելուց, խայթելու նաև իրար։ Եվ չորրորդը, երրորդի շարունակությունն է մասամբ, ուզում եմ նորից հորդորել, դիմել, խնդրել, պահանջել մեր ընդդիմադիր գործընկերներից, ում համար Հանրապետական կուսակցությունը մեծ աշխատանք է կատարում նաև օգնելով տարբեր տեղերում տարբեր ընդդիմադիր ուժերին, նաև հանրային մոբիլիզացիայի տեսակետից, քարոզչության տեսակետից զերծ մնալ Հանրապետականին թիրախավորելուց։ Չփորձեք Հանրապետականի հաշվին միավորներ հավաքել, իմ հորդորն է, խնդրանքը, դիմումը ձեզ, որովհետև դա մի չարաշահեք մեր խոհեմությունը, խնդրում եմ, մեր պարկեշտությունը, մեր խորաթափանցությունը, մեր հայրենասիրությունը, հեռու մնացեք մեզանից, նախորդ շաբաթ լավ էր, հեռու էիք, այս շաբաթ ինչ-որ բաներ տեսա, որ ուզում եմ այդ առիթով զգուշացնել, որ մի արեք դա, եւ դա միայն Նիկոլ Փաշինյանին է օգուտ բերելու, եւ մի չարաշահեք այո մեր հայրենասիրությունը, մեր հարգանքը ձեր նկատմամբ եւ մեր պատրաստակամությունը աշխատելու հանուն ընդհանուր հաղթանակի։ Ես հաջողություն եմ մաղթում ընդդիմադիր բոլոր հիմնական ուժերին, իրական ընդդիմությանը եւ օրհնյալ կիրակի բոլորիդ վաղը, հայրենակիցներ ջան։